Սիրելի բռնակոծիներ, բարև ձեզ, ողջունում եմ բոլորիդ, եկեք մի հատ բուռն ծափերով իրար ողջունենք։ Ժողովուրդ, ուրեմն հետևյալ մի տրամաբանությունը կա, մենք արդեն երրորդ բնակավայրում ենք Սիսիան խոշորացված համայնքի եւ Սյունիքի մարզի եւ ընդհանրապես տենց խնդիր կա, մարդ որ իշխանության մեջ ալնում, միշտ մտածում է, ասում է իրականությունից կկտրվի, կմեկուսանա, միշտ ուզում ենք անմիջական իրականության հետ առերեսվենք եւ դրա համար էլ ես գյուղերում տենց սկզբունքը աշխատում եմ, որտեղ հնարավոր է առաջին տունը մտնեմ եւ առաջին չնախատեսված մարդկանց հետ շփվեմ։ Եվ ես ուզում եմ ձեր իմպորտը կիսենք։ Առաջինը Գորայ գյուղում ենք մտանք պատահական մի տուն եւ տանը երկու թոշակառու, որոնց հետ խոսալից ասացին, որ երկու թոշակն է 10,000 դրամով բարձրացել է, պլյուս հետ վճարով նայած ամիս ստանում են մինչև կարա 9,000, կարա 11,000 դրամ։ Այսինքն եւ իհարկե նաեւ մենք ներդրել ենք այդ ծրագիրը երկու երեխա կար անչափահաս, իրանց առողջության ապահովագրությունն է, մեծերի առողջության ապահովագրությունն է, չէ, չնայած տիկինը 65-ը ապրիլին էր լրացել, ասում էր ես դեռ ներառված չեմ, բայց հետո առողջապահության նախարարը ասեց, որ երբ որ լրանում է տարիքը, այս ամիս լրացավ, հաջորդ ամսվա 1-ից արդեն մարդը ընդգրկվում է։ Հաջորդը կանգնեցինք Անգեղակոտ գյուղում, մի կին պատշգամբից նայում էր։ Բարևեցինք, մի քանի անգամից բարևեցինք, հետո հետաքրքրվեցի, թոշակը բարձրացել է, ինչքան, 12,000 դրամ, հետ վճարից օգտվում եք, ինչքան եք ստանում, նայած ամիս, էլի մոտավորապես 10,000 դրամ, առողջության ապահովագրությունից օգտվում ենք, ասեց, որ վիրահատել եմ ստամոքսս եւ շատ լավ վիճակում էր, համենայն դեպս պատշգամբից նայում էր եւ հլա մի հատ բարձրացանք, քարտեզ բուկլետ նվիրեցինք։ Երրորդը բռնակոտ բնակավայրը, երրորդ բնակավայրն է եւ մենք էլի մտանք մի տուն մտանք, ավելի ճիշտ մոտեցանք մի տան, էլի հարց տվեցինք։ Թոշակը բարձրացել է, ինչքան 10,000, երկու թոշակառու կա տանը, 10,000-ով։ Անկախ ենք առևտուր անում եք, հետ վճար ստանում եք, ինչքան, մոտավորապես էլի 10,000 դրամ, 40,000 դրամ ընտանիքի բյուջեն ավելացել է։ Երկրորդը, պարզվեց տանը պապիկ է, ում աչքերն են վիրահատել առողջության ապահովագրության ծրագրով, դրա համար է դա պատճառը, որ ինքը մեր այսօրվա հավաքին չի մասնակցում։ Եվ ես շատ ուրախ եմ, էլի եմ ասում, որ մենք 3 տեղ պատահական մտել ենք տուն, եւ մենք տեսել ենք մեր ծրագրի արտահայտումը։ Եվ նույնը նախորդ անգամ ներկուսակցական քարոզարշավով, որ այդտեղ լսվում է, այդտեղ ձեզ։ Ներկուսակցական քարոզարշավով, որ Սիսիան էինք այցելել, պատահական մի շքամուտք այցելեցի, մտա այդ շքամուտքը, եւ էլի այս նույն ծրագրերը պլյուս մի հատ տուն կար, որտեղ երրորդ երեխան էր ծնվել եւ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 50,000 դրամ աջակցության ծրագիրն էին ստանում։ Պլյուս դրան, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի աջակցություններ ստանում մայրիկը։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ նախկինում այս ծրագիրը գոյություն ուներ միայն աշխատող մայրերի համար։ Մենք դա դարձրինք բոլորի համար, իսկ գյուղական բնակավայրերում աշխատողների համար կրկնակիից ավելի բարձրացրինք, այսինքն երեխան աշխատող մայրիկը գյուղական բնակավայրում, այսինքն չաշխատողներ ստանում, բայց գյուղական բնակավայրում աշխատող մայրիկը երեխան ծնվեց, մինչև 2 տարեկանը ստանում է կարծեմ 59 թե 60,000 դրամ աջակցություն պետության կողմից, էլ չեմ ասում, եթե երրորդ երեխան է ծնվել, նրան գումարվում է նաև երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի նպաստը։ Բայց մենք այսօր չենք եկել այս ամեն ինչը ձեզ ասելու, որովհետեւ այս ամեն ինչը դուք այսպես թե այնպես գիտեք, չնայած ինչ որ պիտի ասեմ, էլ գիտեք, բայց մենք եկել ենք եւս մեկ անգամ դա ձեզ ասելու, որովհետև այս ընտրություններում բազմաթիվ հարցեր կա։ Ընդ որում Հայաստանում մենք բազմաթիվ հարցեր լուծել ենք, բայց բազմաթիվ հարցեր չլուծված են։
բայց ես ձեզ ասեմ, որ աշխարհում չկա գոնե մի պետություն այդպիսի գոյություն չունի, որտեղ չկա չլուծված խնդիր։ Խնդիրը այն չի, թե չլուծված հարց կա, թե չէ, խնդիրն այն է, թե հարցերը լուծվում են, թե չէ, որովհետև ինչպես առիթ ունեցել եմ ասելու, մեզ թվում է, թե մենք որ հարցերը լուծում ենք, դրանով հարցերը քչանում են։ Ոչ, երբ որ մենք հարց ենք լուծում, դրանով հարցը շատանում է։ Ես այս վերջերս եթերով էլ փորձեցի այդ օրինակը բերեմ, որովհետև մարդիկ երբեմն ասում են, այս ինչ է խոսում, ոնց հարցը լուծում ես, հարցը շատանում է։ Այո, երբ որ հարցը օրինակը բերում եմ, ասում եմ, եթե որևէ մեկը չունի ավտոմեքենա, ինքը ունի մի հարց, ավտոմեքենա չունենալու հարց։ Մի հարց, չունի ավտոմեքենա, պետք է լուծի ավտոմեքենա ունենալու հարց։ Հենց ինքը ունեցավ ավտոմեքենա, ինքը ինչ հարցեր պետք է լուծի։ Առաջինը պետք է մտածի ավտոն որտեղ է կանգնացնելու ցերեկը, ավտոն որտեղ է կանգնացնելու գիշերը։ Եվ էսը կարող է կարկուտ գա։ Բա ավտոն որտեղ է կանգնելու, ավտոն որ կարկուտի տակ չընկնի։ Երկրորդը պետք է ապայի հարցը լուծի անպայման, որովհետև նախկինում չուներ ավտո։ Նախկինում չուներ ավտո, այս կարկուտի ավտոն կարկուտից պահելու հարցը չուներ։ Ապայի հարցը չուներ։ Գիշերը ավտոն կանգնացնելու տեղի հարցը չուներ։ Հաջորդը տեղ տեղացմոտր պետք է անցկացնի։ Հաջորդը վառելիքի գնի հարցը պետք է լուծի։ Մեծ հավանականությամբ ավտոն ձեռքաբերի վարկով։ Այդ վարկը ոնց պետք է փակի, որ չընկնի սև ցուցակ։ Հաջորդ խնդիրը էլի այդ խնդիր կար, հա։ Ամառային ձմեռային անիվներ եւ այլն եւ այսպես վարորդական իրավունք, տուգանք ինչքան էլ կարգապահ լինի վարորդը, մեկը որոշակի տուգանքներ ստիպված է լինում վճարել։ Եվ հետեւաբար իմացեք, որ հարցերի գոյությունը չի էականը, էական հարցերը փոխվում են, թե մնում են նույնը։ Երբ որ հարցերը փոխվում են, նշանակում է երկիրը զարգանում է։ Բայց ելի եմ ասում, մեր հիմնական ասելիքը այսօրվա հետևյալն է, այս ընտրությունների, որ մենք եկել ենք ասել, որ խաղաղությունը հաստատվել երկրում եւ մենք պետքա տեր կանգնենք խաղաղությանը, որովհետև այսօր շատ է խոսվում դրա մասին, հիմա այդ խաղաղությունը կա, չկա, այդ խաղաղությունը հուսալի է, հուսալի չի, այդ խաղաղությունը լուրջ վերաբերվենք, լուրջ չվերաբերվենք։ Ես միշտ բերում եմ նորածին երեխայի օրինակը։ Նորածին երեխան երբ որ ծնվել է, մի օրեկան է, ինքը կա թե չկա, ինքը կա, երբ որ մի շաբաթական է, ինքը կա թե չկա, ինքը կա, ինքը ունի անուն, ազգանուն, ինքը մարդ է, ինքը քաղաքացի է, ինքը թանկ է, ինքը կարևոր է, ինքը սիրելի է, բայց եթե մենք իր նկատմամբ խնամք չտանենք, շանս չունի այդ երեխան։ Եվ հիմա խաղաղությունը այդ նույն երեխան է, որը ծնվել է, եւ նորածին է, մանուկ է, բայց այդ երեխան իր հետ իր ուրախությունը բերել է մեզ, որովհետև այն որ Հայաստանում, որովհետև ընտանիքում երբ որ երեխա ծնվում ուրախանում են, չէ՞ բոլորը։ Մեր խաղաղությունն է որպես երեխա իր ուրախությունը բերել է 2 տարի արդեն Հայաստանի սահմաններին, Ադրբեջանի հետ կրակահերթերից որևէ մեկը չի զոհվել, որևէ մեկը չի վիրավորվել։ Դա մեծ ուրախություն է մեզ համար։ Թոշակները, որ բարձրացել առողջապահության ապահովագրությունը հաստատվել, դա նաև խաղաղության շնորհիվ է, որովհետև եթե մենք վստահ չլինենք խաղաղության մեջ, կմտածենք այդ 100 միլիարդը ոնց ծախսենք այս նպատակի համար, պահենք մի ուրիշ նպատակի համար կանենք, պատրաստվելով պատերազմի եւ էսկալացիայի, բայց մենք գիտենք, որ խաղաղությունը վստահելի է, բայց ուզում եմ ասեմ, որ մյուս կողմից չմտածեք, թե մենք անվտանգությունը բաց ենք թողել, բանակը բաց ենք թողել եւ այս շահարկումների պատասխանը տալու համար է, որ մենք մայիսի 28-ին Երևանում զորահանդես հաշվետվություն ենք տալու ձեզ, ընդ որում ցույց ենք տալու միայն նոր ձեռքբերված զենքերը, որովհետև սա սովորական զորահանդես չի, որ մենք Հայաստանի բոլոր զենքերը ցույց տանք։ Մենք ուզում ենք ցույց տանք միայն 2022 թվականից հետո ձեռքբերած զենքերը, եւ ովքեր ժամանակ հավես ունեն, թող գան Երևան Հանրապետության հրապարակում տեսնեն, ովքեր ժամանակ չունեն, հավես չունեն, հեռուստացույցով հույս ունեմ կտեսնենք։ Բայց այս ընտրությունների ամենակարևոր իմաստը եւ նպատակը մեկն է։ Մենք իրար հետ այդ նորածնի նկատմամբ պետք է խնամք բացենք, խնամքով վերաբերվենք եւ պետք է
տեր կանգնեք խաղաղությանը, դուք պետք է տեր կանգնեք խաղաղությանը, որովհետև դա ձեր խաղաղությունն է, դա մեր խաղաղությունն է, դա Հայաստանի Հանրապետության խաղաղությունն է, որովհետև տեր կանգնելով խաղաղությունը նշանակում է, որ մենք Հայաստանի Հանրապետությանը տեր ենք, Հայաստանի Հանրապետությանը ինքնիշխանությանը պետությանը այսօրվան տեր ենք, պատմությանը, ապագային տեր ենք և ամենակարևորը մեր նահատակների հիշատակին ենք տեր, որովհետև մեր նահատակների հիշատակին ավելի մեծ հարգանք և ավելի մեծ տուրք չկա, քան խաղաղ, զարգացած, անվտանգ ուժեղ Հայաստանի Հանրապետությունը և ուրեմն Հայաստանի Հանրապետությանը ինքնիշխանությանը, անկախությանը, մեր նահատակների հիշատակին, դրա համար ինչ պետք է անենք, այդ մեր տեր լինելը արտահայտելու, պետք է գնանք ընտրական տեղամաս և ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, այո, ընտրություն, և էլի ուզում եմ մի բան էլ ասեմ, ժողովուրդ, 2021 թվին մենք եկել ենք ձեզ ասում ենք, իմիջիայլոց այն ժամանակ բռնակոթում չենք եղել 21 թվին, հիմա նաև դիմում եմ այն գյուղերին, որտեղ չենք մտնում, մենք այս ընտրություններում աշխատում ենք մտնել այն գյուղեր, որ նախորդ ընտրություններում չենք մտել, նենց որ խնդրում եմ ներողամիտ գտնվեք, բա ոնց կլինի տենց 1-2-3 ընտրություն բռնակոթ ոնց չգայինք, չէր լինի։ Մենք 21 թվին ձեզ ասում ենք ապագա կա։ Այսօր եկել ենք ասել, որ այս ապագան, խաղաղությունն է ապագան, բարձրացված թոշակներն են ապագան, բռնակոթում կառուցվող կրթահամալիր դպրոցն է ապագան, առողջության ապահովագրությունն է ապագան, բարեփոխվող եւ հզորացող բանակն է ապագան եւ կարեւորը սա պատմական փոփոխություն է, որովհետեւ նախկինում ապագան միշտ եղել է մեզանից հեռու։ Այսօր մեզանից հեռու չի, ապագան այս ինչ որ մենք հիմա իրար հետ խոսում ենք, դա այն ապագան է, որի մասին մենք 21 թվին իրար հետ խոսում ենք եւ եկել է ապրելու ժամանակը, եկել է ապրել, մենք դուրս ենք եկել գոյատևելու այդ պատմական ցիկլից, մենք մտել ենք ապրելու, զարգանալու, մեր երկիրը շենացնելու եւ մեր պետությունը սերնդեսերունդ 100-ամյակով, 500-ամյակով, 1000-ամյակով մեր սերունդներում փոխանցելու։ Սիրելի բռնակոթցիներ, նաև ուզում եմ տեղակ պահել, որ Սյունիքի մարզի մեր մեծ հավաքը նախատեսված է Կապանում վաղը ժամը 7:30 Գարեգին Նժդեի հրապարակում եւ ով որ ժամանակ հավես տրամադրություն ունի, խնդրում ենք եկեք, բոլորից սպասում ենք, այնտեղ անակնկալներ ունենք նաեւ ձեզ համար, իսկ հիմա ուզում եմ բոլորիդ ասեմ, որ բոլորիդ սիրում եմ, բոլորիդ առաջ խոնարհվում եմ եւ բոլորովդ պարծենում եմ եւ համոզված եմ, որ ընտրություններ 2026-ին բռնակոթը կքվեարկի 16-ին։ Լավ եղեք, շնորհակալ ենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար